Ես էլ ոչ մի բան չգիտեմ ինչ անեմ։ Ոչ հայրդ կա, ոչ մի օգնող մեզ չկանի կա։ Ես պետք է Աբելին զանգեմ։ Մենակ ինքը կարա հիմա ինձ օգնի։ Համարը երևի պապայդ հեռախոսի մեջ կլինի, պետք է նայել ու գտնել։ Ալո։ Բարի երեկո, Աբել։ Բարև, ով է։ Ավագի կինը։ Հասկանում եմ, որ քեզ զարմացրել է իմ զանգը, բայց ինչ-որ բան է պատահել։ Հա, եղել է։ Արամը չկա։ Ես իր ընկերներին զանգել եմ ու ոչ մեկ տեղյակ չի, թե ինքը որտեղ է։ Դրա համար ես քեզ զանգեցի։ Ալինա ջան, ես էլ եթե անկեղծ տեղյակ չեմ։ Ինչ է եղել, բայց վաղուց չկա։ Հա, ցերեկն է դուրս եկել։ Ինչ-որ խնդիրներ ունի։ Ես շատ լավ հասկանում եմ, որ հիմա իմ զանգը Ես կփորձեմ գտնել։ ինքը խնդիրներ ուներ ու ես ենթադրում եմ, որ Գիտեմ այդ խնդիրների մասին։ Գիտես։ Հա։ Պարզ է։ Ու գիտեմ, թե ում հետ են այդ խնդիրները։ Ես կփորձեմ մի բան անել։ Շնորհակալ եմ։ Ես դեռ ոչինչ չեմ արել։ Լավ։ Հա, մամ, ինչ ասեց։ Աբելը ամեն ինչ գիտեր։ Պատկերացնում ես, Լիկա, ասում է, որ ես ամեն ինչ գիտեմ։ Բայց զարմանալիորեն հանգիստ էր։ Բան չեմ հասկանում։ Շատ լավ գիտեր, թե Արամում հետ է խնդիրներ ունեցել։ Ես արդեն չգիտեմ, թե ինչ ասեմ ու ինչ անեմ։ Ու չեմ էլ պատկերացնում, թե այս ամեն ինչի վերջը ինչ է լինելու։ Ուր ես չկա Սավա։ Ալո։ Նոյ։ Ես ոնց է եղել, որ ինձ հիշել ես։ Պետք ես դրան եմ հիշել։ Հա, այդ լավ է։ Ես վերջերս հետս շատ վատ ես շփվում, գիտես։ Նենց տապավորությունը ոնց որ քեզ հետևից խփել եմ դանակով։ Որ մի քիչ խորանաս, կհասկանաս ու Այդ տղան հենց էս անում, որ զանգելուս համար փոշման է։ Չէ, լավ, ասա, ինչ է եղել։ Արամի մաման էր զանգել։ Ասաց առավոտվանի չկա ու զանգել ինչի էլ պատասխանում, իմին էլ չի պատասխանում։ Ոնց։ Չգիտեմ հիմա զուգատիպել է թե չէ, բայց Արամը չկա ու պետք է գտնենք։ Բայց որտեղ է կորը։ Ապես Ռուբոյի աղբորտղուն չեմ ճանաչում։ Ու եթե ճանաչեի ավելի հեշտ կլներ գտնել, հիմա պետք է հասկանալ թե դա որտեղ է ու չերես իրա դուրս գալ Արամի վրա։ Կարող է դրա զեռի գործն է, որ հիմա Արամը չկա ու դժվար է իրան գտնել։ Աբել լսի։ Եթե դուրը կլուբի դեմ ավտոյի համար ես տեսել ասա, տենց ավելի հեշտ կլինի գտնել։ Դու ասում ես չես ճանաչում այդ տղուն։ Այդ ով է որ դրան ճանաչեմ, Ռուբոյին էլ հասկացանք։ Ես ճանաչում եմ։ Ճանաչում ես։ Հա, ճանաչում եմ, ուղղակի հետո եմ հիշել որտեղից։ Ու որտեղից գիտես, ամեն որ գիտես էլ եմ այդ ասա տեսնեմ ոնց դրան գտնեմ։ Դե լսի ասեմ։ Մենակ կարա կապեր։ Ուրեմն մի անգամ Լիլիթի հետևից էի գնացել դպրոց։ Անցնենք այդ կամպերը։ Մինչև վերջ լսի նոր ասա, այդ ժամանակ դու էր ինձ ասի, որ իր հետևից գնայի։ Հասկացա այդ։ Դե նենց ստացվեց, որ այդ տղուն հանդիպեցինք ու ինքն է գիտեր ես Լիլիթին նեղացնում էի, մի խոսքով մոտեցավ, տենց թեթև կռիվ եղավ։ Բայց ասածն ինչ էր, Լիլոյի հետ ինչ կապ ուներ։ Լիլիթի ինձ այդ ժամանակ ասեց, որ այդ Արամի քրոջ ընկերն է։ Ինչ։ Դրա համար է եկել դպրոց։ Ես այդ գերադում մի քանի անգամ զգուշացրել եմ, որ Լիլիթից հեռու մնա։ Ու այդ Լիկայի հետ մի քանի անգամ տեսել եմ։ Այսինքն դու էլ գիտես, թե ինքը ով է։ Փաստորեն այդ Ռուբոյի աղբորտը է։
Աբա հիմա ինչ անենք։ Արամի գրեշ թեման է պաստորան։ Ուղղակի քուրենից երևույթա, որ ով գիտի աղբորը պարշակատով խոսալու տեղ չի թողել անի։ Բայց Արամը լավ տղա է։ Համ էլ խոսք եմ տվել Ալինային, որ կգտնեմ Արամին։ Դե ասա ինչ անենք։ Ինչը լասես հետդ եմ գիտես։ Եսա մի քանի զանգանեմ ու կզանգեմ քեզ։ Դե սպասում եմ։ Ճիշտ են ասում էլի, որ Երևանը կոճուր քաղաք է։ Գալուս։ Տենց էլ գիտեի, որ ստեղ ես։ Ոնց ես։ Ոչինչ սովորական։ Են աղջկանից ինչ կա։ Մարտայից։ Հա։ Նորմալ էլի նույնն է։ Ոչ մի բան։ Պետրոսը ոնց է։ Լավ է։ Չեմ կարող հարմարացնեմ գնամ տենամ գիտես։ Ահա, սա օրս տես, չէ։ Հադելիքը բան կա հասցնելու անելու ապեր։ Ոնց թողա։ Ոնց տենում եմ լավ էլ գործերը առաջ են գնում։ Աշկը վտնգել եմ փոփոխությունները արդեն։ Հա։ Դուրս գալիս է։ Դե լավ է։ Արցունքները զգում ես արդեն, հա։ Բախես թերաշվի։ Հասկացա Մարտայի դեպքից հետո որոշեցիր թեթևացնես դեմքդ։ Ասել Մարտայի դեպք ասացիր հիշեցի։ Այդ հիվանդանոցից Մարտայի փախներուց հետո Պետրոսը մի տեսակ հետս դարսվել է։ Ապել ինչ-որ բան է եղել։ Անհանգիստ ես։ Եղել է։ Ինչ է եղել։ Մի քիչ հարցեր կան հավաքի տղու հետ կապված։ Են ավակի, որ օֆիսում։ Հա։ Ինչ հարցեր ասա։ Զորի Ռուբոյի աղբոր տղան է այդ թեմայի մեջ խառը։ Զորի Ռուբոյի։ Հա։ Լավ էլ հասցրում ես թեմաներ բռնես։ Ինչ կա, ասա։ Դե որ ես էլ իմանամ ավելի լավ կլինի։ Լավ, ասա տենամ ինչ հարց է։ Ես չկամ մենակ հավաքի տղեն։ Բարձ է, ինչով կարամ օգնեմ։ Եթե կարաս Զևանից դրանք գտնենք։ Աղբոր տղան։ Ինչ անունն է։ Զևակ։ Սա փորձ է։ Զանգեմ տղեկին սաղին, ասեմ თუ մեր քաղաքը ոտի տակ անեն։ Գտնենք, էդի հարց չի։ Մենակ տրամադրությունդ մի գցի։ Մտածմունքներն են ապեր, մտածմունքները տրամադրությունը չի։ Դե արի մի երկու բաժակ խմենք կենց, սաղ կնգնի տեղը։ Բեր։ Ես ասեմ բերեմ։ Մամ, Լիկային ցանգիստող։ մամ կներես։ Կներես ինձ, մամ ջան։ Գնա սենյակդ ու ինձ հանգիստող։ Ոնց ես։ Լավ եմ, դու ոնց ես։
Լավ եմ։ Լավ է եկար, չնայած որոշել էի քեզ պատժեի։ Մնում էր դու էլ պատժեիր ու վերջ։ Բա ինչ անեի, դու չգիտես, որ ես ոչ մի բան չեմ մոռանում։ Ես չես ասի, տղայա, առավոտից իրիկուն աշխատում է, ոչ հանգիստ ունի, ոչ քուն ունի, ես քանի օր չեմ քնել։ Ուզում ես գնանք սենյակ մի բան խմենք, մի քիչ ներվերդ կթուլանա։ Չէ, այսօր շատ գործ ունեմ, ժամանակ չկա։ Իմ համար միշտ էլ ժամանակ չունես, գնաս տեղից։ Վիկա։ Լավ ինձ հիշեցի։ Ով է։ Ընկերուհիներս, Վիկա։ Ահ, ինչ ուժեղ հումոր ունես։ Հալո։ Զբաղված եմ։ Կարող շատ սպասենք, քուրիկ։ Չէ, հիմա կմոտենամ։ Լավ եք, տղեկ ջան։ Շատ լավ ենք։ Դուք լավ եք։ Դե որ ձեր նման հաճախորդներ ունենք, ուրեմն լավ ենք։ Ասեք, լսում եմ։ Շատ պետք է սպասենք քեզ։ Ինչ-որ բան եք ուզում։ Այն նստի կողքից կասեմ ինչ եք ուզում։ Թող։ Այն նստի կողքից կասեմ ինչ եք ուզում։ Եք բաժը խմեք կասեմ ինչ եք ուզում։ Հələ մի րոպե, հələ մի րոպե, Գուրջան, հանգիստ էլի, մի հատ արի, մի երկու բաժակ բան բեր, խմենք իրար, հասկանանք, դրանք ինչ է, կաղա իրար Տեսի չարեցիր։ Որը տեսի չարեցել է։ Ձեր մենեջերի կաչեք, ուր է մենեջերը ստեղի։ Որը տեսի չարեց, ալա։ Զզվում սրանցից, չխարամ ասում։ Զզվես չզզվես, քո գործն է։ Բա ինչ էիր ուզում։ Խնդրեին, որ խմելու բան բերես։ Ինչ ես ուզում։ Ուզում եմ, որ գնաս ու սպասարկես։ Ու կարևորը ժպիտը դեմքիդ։ Լուրջ։ Հա, Հա, հեսա վազելով մի րոպե, արդեն այնտեղ եմ։ դե չմոռանաս ներողություն խնդրես։ Լուրջ հավատում ես, որ կգնամ։ Ուրիշ տարբերակ չունես։ Իսկ կլինի ես որոշեմ տարբերակ ունեմ, թե չէ։ Այդ քո ֆունկցիայի մեջ չի մտնում։ Էս ինչ ձև ես քեզ պահում։ Հավաքվի գնա հենց հիմա հաճախորդների մոտ։ Չեմ գնա։ Ուրիշ։ Լսի, դու չես հասկանում։ Դու գոնե գիտես ովքեր են։ Դու հասկանում ես, որ մենք չենք կարա տենց կլիենտների վրա թքած ունենանք։ 2 հոգով գալիս են 10 հոգու հաշիվ են փակում։ Չհաշված, որ մի 50 հոգու էլ իրանց հետ բերում են։ Նենց որ հավաքվի այդ պրինցիպներդ մի կողմ դիր ու գնա սպասարկելու։ Արագ։ Ես չեմ գնա։ Եթե շատ ես ուզում, կարաս դու գնաս։ Հաստատ գող կմնան։ Լսի, մի հատ հավաքվի։ Լեզվիդ ես տալի արդեն, ես քո ընկերուհին չեմ։ Ես էլ քո աշխատողը չեմ։ Ես տեղ պարուհի չեմ աշխատում, հասկացար։ Ու երիքա աչի ձախրամաններ տաս։ Դու ինչ չպետք է ասես, ես ուր գնամ ու ինչ անեմ, հասկացար։ Լավ չես, ես ինչ տոնով ես իմ հետ խոսում։ Այս տարածքում տենց մարդ չկա, որ իմ հետը տենց խոսա։ Հենց հիմա հավաքվի ու գնա սպասարկելու։ Դու իրավունք չունես քեզ տենց պահես։ Քո պարտականության մեջ մտնում է, որ դու ամեն ինչ անես, որ հաճախորդը քեզանից գոհ մնա։ Հասկացար։ Իմ աշխատանքի մեջ չի մտնում հաճախորդը ինչ ուզի, ես էլ անեմ։ Սխալվում ես, պետք եղած ժամանակ ամեն ինչ էլ կանես։ Կյանքում չհավատաս։
Բա ինչ ես անում ստե։ Հենց հիմա փալասները թավակի դավայ ստեղից։ Ինչ ասիր։ Չլսեցիր, մի հատ է կրկնեմ։ Իմ խոսքը ստեղ ավելի կարևոր է, քան դու քո քաշով մեկ մատուցող չի եղածը։ Դավայ ստեղից։ Հայ Էսթեր։ Լիլ։ Մարիամը ո՞նց է։ Մենք լավ ենք, դու ասա, Հակոբից ինչ կա։ Չեմ կարող ասեմ, ահա որ անհանգիստ եմ։ Ինչ ա եղել։ Լսի պիտի տեսնես ինչ ա կատարվում սենյակում։ Ամբողջ նկարները թափել է հատակին, մեջտեղը նստել է, կողքին էլ դանակ կա։ Ու ահա որ վատ վիճակում է Լիլիթ։ Էսթեր, ախր վախենում եմ, ահա որ շատ եմ վախենում Հակոբի համար։ Հենց մտա վրաս գոռաց, զայրացավ, ասես դուրս արի։ Չի ուզում որ մոտը մնամ։ Իսկ դու ինչ ասեցիր։ Հիմա պետք է զգուշ լինեմ։ Լիլիթ ջան, ես հասկանում եմ, մնում այդքանը Հակոբը հասկանա։ Ոչ մի բառ ինձնից չի ուզում լսի։ Անընդհատ Մարիամից է հարցնում։ Էսթեր, լավ կլինի դու իմ մոտ լինես։ Մարիամը իմ մոտ է, հանգիստ կարող ես լինել։ Լավ կլինի որ Հակոբն էլ գա։ Գիտեմ Լիլիթ ջան, ես իրան ասեցի, բացատրեցի, որ մոտն ես, խնամում ես, բայց ինքը չի ուզում հասկանա։ Ասում է, եթե ծնողը կողքին չի, նշանակում է ինքը մենակ է։ Չգիտեմ ինչ անեմ, Լիլիթ։ Արի մեր տուն հանգիստ կխոսանք։ Լիլ, հասկանում ես, մոտը դանակ կա։ Վախենում եմ, որ իրան վնասի։ Չգիտեմ էլ ինչ ասեմ։ Արդեն չեմ հասկանում։ Ոչ մի բան, ասելու բան չկա։ Այս ամեն ինչի պատճառը մենք ենք մեղավոր։ Չգիտեմ ինչ անեմ, ոնց մտածում եմ, ոչ մի բանի ելքը չեմ գտնում։ Էսթեր, հանգստացի, ամեն ինչ նորմալ կլինի, Աբելն էլ ասաց, չէ։ Դուք ձեր տանը կլինեք, մի խոսքով ամեն ինչ կլինի նենց ոնց որ եղել է, հանգիստ կապրեք։ Լիլիթ, ինչ հանգստանալ, ինչ բան չես հասկանում իրականում ինչ լուրջ է վիճակը։ Հակոբը ոչ մի բան չի ուզում լսի, սենյակից դուրս չի գալիս, ինձ էլ սենյակ չի թողնում։ Ես չգիտեմ այս ամեն ինչի վերջը ոնց է լինելու։ Բա ուր ես հիմա։ Շենքից դուրս եմ եկել, շենքի բակում եմ։ Դե արի մեր տուն։ Չէ Լիլ ջան, ուզում եմ բակում մնամ, տեսնեմ ինչ է կատարվում, գուցե ինչ-որ բանով կարողանամ օգնել։ Էսթեր, խնդրում եմ։ Ես իրան ինչքան փորձում եմ բացատրել, որ ինքը մենակ չի, որ ինձ ա պետք, որ երեխուն ա պետք մեկա, չի հասկանում։ Գլուխ ինչ-որ բան ա մտցրել ու էլ վերջ։ Հենց հիմա գալիս ես մեր տուն։ Դու էլ ես վատ վիճակում, արի հանգիստ կխոսենք։ Լավ Լիլիթ ջան, գալիս եմ։ Չլսեցիր, նորից կրկնեմ դուրս։ Ինչ եք ձայներդ գցել գլուխներ եք չեմ հասկանում։ Ինչ ա եղել։ Մագդա ինչ ա եղել։ Մագդա։ Վիկա ինչ ա եղել։ Եղա Վիկա, պակա։ Սպասի։ Ուր ես գնում։ Տուն։ Բա գործդ։ Ես ազատված եմ աշխատանքից։ Էլ տուն թեթև ձեռքով։ Հա, հենց նոր։ Դու պետքա տեներ ոնց բայից իրան հաճախորդների հետ։ Խմիչքը շուռ տվեց իրանց վրա, կոպտեց։ Իրանք շատ կարևոր հաճախորդներ են, ու ես չեմ ուզում իրանց կորցնեմ, որտեղ ես այս կլուբի բացման օրվանից ստեղ եմ աշխատում, ու բոլոր հաճախորդները իմ համար կարևոր են։ Ու վերջապես դու էիր ասում, որ բոլորը լավ աշխատեն, ես էլ հետևում եմ։ Ես ոնց որ քեզ չէի խնդրել, չէ, որ հետևես մնացածի աշխատանքին։ Այդ միշտ էլ իմ վրա է եղել, Աբել։ Քո գործը աղջիկներին հետևելն է։ Աբել։ Երիքը։ Հիմա հետը քոնն է Մագդա։ Եղել անենց ոնց որ Վիկան ասում։ Հակոպտել եմ, խմիչքը թափել եմ, լավ եմ արել, չեմ փոշմանում։ Տեսար։ Բա ինչ անեի։ Իմ գործը հաճախորդների հետ խմելն է, թե կենացներ լսելը։ Բայց կարայիր, չէ, բացառություն անեիր, իմանալով ովքեր են։ Լավ չես Վիկա։ Մի հատ հələ հանգստացեք երկուսդ։ Ես չեմ եկել ստեղ, որ դուք լեզվակռիվ անեք, ես էլ կողքից նայեմ ուրախանամ։ Դու հիմա գնա մի քիչ հանգստացի ու հետարի գործի։ Այսինքն, երբ որ կհանգստանաս ուշքի կգաս, այս նյարդային վիճակդ կանցնես հաճախորդներին սպասարկել։ Լավ։
Ես քեզ հիմա հանգիստ թողնում եմ, որ գնաս։ Բայց եթե հետագայում նման խնդիր առաջանա, դու այդ խնդիրը քննարկում ես ոչ թե այլ իմ կամ տղերքից ինչ-որ մեկի հետ։ Հասկացա՞ր։ Իսկ դու չես ուզում ինձ լսես։ Մի ջղաձգվի։ Հիմա դրա կարիքը չկա։ Աբել, սպասի։ Աբել, սպասի։ Ուզես չուզես ինձ լսելու ես։ Քանի որ ես շատ զբաղված եմ ի տարբերություն քեզ, ասելիքդ արագ ասա, ես գնամ իմ գործերով եմ։ Ասածս այն է, որ ինչ-որ մատուցողի մոտ ասածս գցում ես ջուրը։ Ճիշտը տենց չի։ Ուրեմն լսի ինձ ուշադիր։ Մեր նախորդ շատ երկար զրույցի ժամանակ ասացիր, ոնց որ քո պատասխանատվության տակ մենակ պարուհիներն են, չէ՞։ Ուրեմն գնամ զբաղվի պարուհիներով հետ։ Տես մատուցողների մոտ քո հետ ոնց կշփվեմ ու քեզ ինչ կասեմ։ Այդ արդեն իմ որոշելիքն է։ Ու մի բան էլ հիշի։ Ոնց որ արդեն ասել էի, ինձ թվում է հիշում ես։ Այստեղ ճիշտն ու սխալ որոշողը մենակ ես եմ։ Եղավ, ոնց ուզում ես տենց էլ արա։ Բայց իմ անունը Շատ շնորհակալ եմ, որ թույլ ես տալի անել նենց, ոնց որ ես ուզում եմ։ Իսկ հիմա ազատ ես գնա գործերով զբաղվի, ամենտեղ քիթդ մի մոցել է։ Եղավ։ Ախպերս, ես էլի նեղում ես սիրունիս։ Արա քո սիրունը նեղվողների չի հետո ջան։ Լավ կլներ, որ գնայիր հետը մի հատ բացատրական աշխատանք անցկացնեիր, որ հանկարծ դերերը չշփոթեր տարածքում։ Հարց չկա։ Լավ է սա հեչ դու են ասենք շնորհություն կա։ Հա, նորությունը այն է, որ դրան չեմ գտել, բայց դրա շրջապատից մեկին գտել եմ։ Տղեկի մոտ է։ Չէ, բայց կարող եմ տղեկին ասեմ բերեն ստեղ։ Դե ասա թե բերեն։ Հարց չկա։ Գնամ լվիկայից տենամ, որ շատ չի նեղվել։ Առաջ որ ինչ-որ բան լիներ, գիտեի, որ հանգիստ կարող եմ գալ քո մոտ, պատմել, գիտեի, որ դու ինձ կհասկանաս, հանգիստ կարող էի խոսել, բայց հիմա չէ, դու երբեք ինձ չէիր մեղադրում, մամ, պաշտպանում էիր։ Ճիշտ ես։ Ես միշտ քեզ պաշտպանել եմ։ Նույնիսկ այն ժամանակ, երբ որ դու մեղավոր ես եղել։ Որովհետև սիրում էիր։ Դա սիրո հետ ոչ մի կապ չունի։ Ունի, մամա։ Առաջ դու իմ սխալները չէիր նկատում։ Պաշտպանում էիր, արդարացնում էիր։ Ու դա եղել է իմ ամենամեծ սխալը։ Հիմա ես դրա հետևանքներն եմ կրում։ Բայց ես այդ ժամանակ երջանիկ էի։ Միգուցե հիմա ժամանակն է, որ բոլորս ուղենք մեր սխալները։ Միգուցե դու այդ ամեն ինչը սխալ ես համարում։ Բայց ես առաջ ինձ այսքան նվաստացած ու անտեսված չեմ զգացել։ Հիմա ինչ լինում է, ամեն ինչի մեղավորը ես եմ։ Ամեն ինչում ինձ ես մեղադրում։ Դու այդպես էլ ոչինչ չհասկացար, Լիկա։ Այսքան բանից հետո դու մեկը ոչինչ չհասկացար։ Դե վեկալ մի բաժակ էլ խմենք։ Չի ապեր հերիքը արդեն լավ է։ Դու գիտես։ Ենգի ադուս նորություն չկա։ Հեսա որ որայա կհասնեն էլի ճամպին են։ Եմ էտ զանգ է։ Զանգ եմ հեսա։
Ալո։ Հա։ Ներս մտեք ես կամ կդիմավորը։ Ստեն, սա բերամ։ Սա ձերնա, ես ինչ լավ տեղա, ես ինչ լավ դասավորվել եք։ Բարև աղբերս։ Բարև աղբերս։ Վերնգիտ տեղ։ Մի րոպե։ Ապեր ես դուրսն եմ, ապեր, բան պետք ունի ձեն տուր։ Հա, հեսա մի երկու բար շփվենք, տենանք իրար աղբերս։ Չգիտեմ ինչի համար եք ինձ կանչել, բայց անչափ շնորհակալ եմ։ Զգում եմ, որ ոտերը թուլացած են, բայց քեզ մի քանի հարց ունեմ տալու։ Հա, բայց ես ինչ կարամ քեզ ասեմ։ Այ որ ասելիք չունենայիր, հաստատ ստեղ չէիր հայտնի։ Սկսված։ Ձորի Ռուբոյի աղբոր տղեն ոնց որ քո քիփն է։ Ձորի Ռուբոյի, ոչմ Սևակի մասին ես հարցնում։ Հա, ընկերս է։ Դե, քանի որ հասկացանք, որ ուղեղը թիմը աշխատում է, ունակ ես մտածելու, հիմա մի քիչ էլ լարի հետ, ուջուր և հարբած ուղեղդ, ու ինձ ասա, թե որտեղ է այդ քո ընկերը։ Քարտուղարություն չեմ իմանամ որտեղ է։ Դե արդեն ձեր նեղ անձնական ինտիմ խնդիրն է, դու իրա քարտուղարին ես թե չէ։ Քեզ ասում եմ, ասա, թե որտեղ է Սևակը։ Հորս արև, չգիտեմ Սևակը որտեղ է։ Ու вообще ինքը մեզ տեղակ չի պահում, ուրա գնում, ինչ անում։ Դեր ինքը քեզ տեղակ չի պահում։ Փորձի հիմա տեղեկանաս, այդ միայն քո անվտանգությունից է բխում։ Հորս արև չեմ ժողում, այնքան բարդ ես խոսում։ Հորը տարև ես քեզ դեռ թույլ չեմ տվել, որ դու առաջ գաս, նենց որ հետ նստեցիր շուտ։ Հետ նստեմ։ Դա։ Աշնայս ինձ ավելի հարմար է։ Լարի ուղեղդ։ Ու փորձի հիշել, թե որտեղ կարալնի քո լավ աղբեր Սևակը։ Ռուբոյի աղբոր տղեն, չէ՞։ Մենակ իմանամ ինչի հաշվին ես ես կտրտվել։ Հա, Ռուբոյի աղբոր տղեն։ Աբել ջան, նատուրի տեղակ չեմ։ Երբ որ ես քեզ թույլ կտամ խոսալ, այդ ժամանակ կբարեհաճես կխոսես։ Հա, բայց հարց ես տալի, չպատասխանեմ։ Դա կուլտուրական չի չպատասխանել ձեր հարցերին։ Շատ լավ դաստիարակված տղա ես ոնց որ, հումորդ է լավ տեղը։ Այո, չեմ բողոքում։ Մամ զանգել է Սարամին։ Հա։ Ու արդեն անհասանելի է։ Մամ բա Աբելին։ Չէ։ Եկա գնա քո սենյակ, հա, խնդրում։ Գնա լիկա։ Հիմա ուղեղդ մի քիչ լարում ես, Սևակի հարբած բարեկամ։ Մտուղվիլ է։
Լավ։ Ու փորձում ես հիշես, թե որտեղ է այդ քո հալալ ընկերը։ Աբել, ես իրոք տեղեկ չեմ ուրա սևակը, ինքը ընդհանրապես ոչ մեկից ոչ մի բան տեղեկ չի պահում, ուրա գնում, ում հետա գնում, ինչ անում։ Սիգարետ ունես։ Չէ, մեքենայիս մեջ է։ Իսկ այդ կլուբի կռվին եղել ես։ Ինչ կա որ։ Դու ես կռվողները։ Հա։ Իսկ կռվող տղուն ճանաչում ես։ Հա, ոչ չէ։ Սևակի նախկին ընկերու աղբերն է։ Ինչ թեմա էր որ։ Դե իր նախկին ընկերուին է եղել, չեն հասկացել իրար, բայց հաստատ չարժեր այդ աղջկա համար տենց բազար բռնել։ Իմ լավ աղբեր։ Այդ արդեն քո որոշելիքը չի։ Լավ։ Սրանից հետո երբ որ կխոսաս ասելուց առաջ կմտածես հարմար է ոտ ձեռ ունենալը, քայլել, բաժակ վերցնել։ Շատ հարմար է, շատ։ Եթե սրանից հետո մի հատ է պրապուս կատարիր, կարող այդ մարմնիդ մասերից մեկը չունենաս, հասկացա՞ր։ Լավ։ Հիմա կենտրոնանում ես կարևորի վրա։ Ու անիմաստ դուրս տալու փոխարեն փորձում ես իմաստալից բացատրել քո լավ աղբերը որտեղ կա։ Ուրեմն սենց։ Ես էլ եմ կրկնում, տեղը չեմ սևակն ուրա։ Եթե հարցեր կան, կարաս ռուբոին տաս, որտև ինքը մենակ ռուբոին է կորսի պահում, թե ուրա գնում ու ինչ անում։ Արա թե ձեզով ասենց թեվեր տալի։ Կարճ ասած, ես ինչ գիտեի ասեցի։ Մեծ հաշվով ինձ ինչ։ Փոքր հաշվով էլ քեզ ոչ մի բան։ Բախտդ ուղղակի բերեց, որ տեղյակ չես։ Բախտս լավ բերում է։ Բախտա, որ աստղիտակ եմ ծնվել։ Ինչ է անում ալկոհոլը քո նմանների հետ։ Էլ մի ասա, մեկ-մեկ ներվերա թուլացնում, մեկ-մեկ էլ կռիվ ասրակում։ Բարև ձեզ։ Ներս գալ կարող եմ։ Աբելը տանը չի։ Դե ինչպես միշտ չգիտես, չէ՞ որտեղ է։ Ինչպես միշտ չգիտեմ, թե որտեղ է։ Զանգերիս էլ ինչպես միշտ չի պատասխանում։ Իմիջայլոց աղբորդ պաշտոնապես հրավիրում եմ հարցաքննության։ Ինչի համար։ Որովհետև Սեթոյի մահվան գործով նոր մանրամասներ են իհայտ եկել։ Դե հաշվի առնելով մեր ջերմ ու մտերմիկ հարաբերությունները, որոշեցի անձամբ բերեմ ծանուցագիրը։ Կփոխանցես աղբորդ։ Եթե մի ժամից էլ ես Արամից լուր չունեցա, զանգում եմ ոստիկանություն։
Մեր համար։ Այ հիմա հասկանում եմ։ Այ հիմա դուրս եկավ։ Թե չէ մենակ խմելուց վատ բան չկա։ Ու հակատ եմ զգում։ Ասում ես այդ ջահելը ինչ ասեց։ Ինչ կարար են ասեց։ Հաստատ, բայց ինչ կարեն էլ ասեց։ Հետո դա կամ լավ խմած էր, կամ էլ ավելի վատ, կտրտված էր, ինչ պիտի ասել էլ ավել։ Թող այս տղեկս մի քիչ լավ դաստիարակ էին էլի դրան։ Կյանքը իրան արդեն դաստիարակել էր միան հանգստացում։ Լավ, դու գիտես, Աբել ջան։ Քանի Պետրոսը չի զանգել, էդ մի քիչ Վիկայի սիրտը շահեմ։ Այն Վիկայի, որ գլխի չափ թևեր ես տվել։ Շատ մի նեղի աղջկան։ Լավ էլ աշխատում է։ Քեզ էլ հենց էտա չէ պետք։ Լավ կլներ, որ մենակ աշխատեր, ոչ թե քիթը խոտեր ընդեղ, որտեղ որ պետք չի խոտը։ Թևերը չի լինի կտրել։ Մնում է հարմարվել է։ Հետո դու շատ լավ գիտես, որ ես հարմարվող չեմ։ Ու եթե դու այդ թևերը չկտրես, հաստատ իմացի մի օր ես կկտրեմ։ Հենց որ այդ պարտականությունը թողնում եմ քո վրա։ Լավ, դե դու մնա աշխատի։ Ես այդ գնամ հարմարացնեմ, հարմարվեմ։ Աբել